Հեղուկ վառելիքի շուկայում ներկրող տնտեսվարողների համար կրկին խրախճանք է։ Շահույթները, որ գեներացնում են ի հաշիվ սպառողների։ Բենզինի շուկայում գները օր-օրի 10-ից 15 դրամով բարձրանում են։ 1-2 շաբաթ առաջ, եթե ռեգուլյար տեսակի բենզինը 455-ից 465 դրամ էր, հիմա այն դարձել է 500։ Պրեմիում տեսակը ավելի է թանկացել, հասնելով 520-ից 530 դրամի։ Մենք տեսել ենք բենզինի շուկայում ամենատարբեր տատանումները։ Գնանքում մի ժամվա մեջ, երբ որ շուկայում փոփոխություն չի ունում, ես տեսել եմ, որ պետական կառույցը արձագանքում է տնտեսվարողների վերլուծությունների մակարդակով։ Հեղուկ գազի շուկայում ավելի շատ են անբարեխիղճ տնտեսվարողները։ Շատերն օգտվելով համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակից, Մերձավոր Արևելքում դեռ չկարգավորված գործընթացներից, մտքի ծայրով անցած գինը, որ սահմանել են ներկրված ապրանքի համար։ Նախ հեղուկ վառելիքի 1 լիտրը թանկացավ հասնելով 200 դրամի։ Հետո տնտեսվարողները շեշտակի փոխեցին վաճառվող հեղուկի արժեքի թվերը, հասցնելով մինչև 250 դրամի։ Կաթարը ամենամեծ արտադրողներից մեկն է հեղուկ գազի, դրա համար դա միջազգային գիներին հարվածել է։ Բայց մեր դեպքում Ռուսաստանից է ներմուծումը ու շուկան սեգմենտավորված է, այսինքն կարող է Ռուսաստանի շուկան այդքան սերտ փոխկապվածություն չունենալ միջազգային շուկային։ Դրա համար գուցե նաև ասենք լոգիստիկ խնդիրները, օրինակ լարսով անցումով պայմանավորված։ Ադրբեջանական ներկրվող բենզինով հայ հանրությանը ոգևորողների, հատկապես պատկան մարմինների ուշադրությունն են հրավիրում փորձագետները, տնտեսագետները։ Կա գեթ 1 պետական կառույց, որ խորը ուսումնասիրություն կիրականացնի վառելիքի շուկայում, հասկանալու համար, որքանով են հիմնավոր կայծակնային արագությամբ գնագոյացումները։ Ունենք էկոնոմիկայի նախարարություն, ով համապատասխան աշխատանքը պետք է կատարի։ Ինչի եմ ասում էկոնոմիկայի նախարարություն, որովհետև այնտեղ որտեղ գերիշխող դիրք ունեցող չկա, մեծ շուկա է։ Գները կարգավորող ուղիղ կարգավորող սանկցիա իրականացնող մարմինը մասնավորապես բարոնի շահերի պաշտպանությամբ անելիք չունի, բայց էկոնոմիկայի նախարարությունը պետք է գործան շատ արագ բիզնեսին պետք է ուղղորդի, որտեղից կարող են բերել այլընտրանքային վառելիքը։ Հետաքրքրականն այն է, որ համաշխարհային շուկայում տեղի ունեցող գնային վայրիվերումներին հայաստանյան շուկան adekvat չի արձագանքում։ Երբ օրինակ հեղուկ վառելիքի շուկայում գնագոյացում է, հայաստանյան շուկան արագ արձագանքում է դրան։ Ապրանքների գների իջեցման դեպքում ժլատ են։ Վառելիքը հարկավորա չկա։ Ճգնաժամային կառավարում չունենք, պետությունը ձեռքերից տալել նստել է։ Իսկ այնտեղ որտեղ պետք է ճգնաժամային կառավարում եւ այդ կառավարումը բացակայում է, չի կարող բացասական ազդեցություն եւ հետևանք չունեն։ Հեղուկ գազի շուկայում գների թանկացման համար պետական մարմինները նույն խոսույթն են կիրառում։ Շուկան մրցակցային է, 100-ից ավելի ներկրողներ կան, գերիշխող դիրք գոյություն չունի։ Գնագոյացումն այս օրերին ոչ միայն պայմանավորված է վերին լարսում առաջացած խնդիրներով, այլ նաեւ Մերձավոր Արևելքի անորոշ զարգացումներով։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից էլ տեղեկացրին, բենզինի գների բարձրացումը տնտեսվարողները պայմանավորել են բորսայական գներով, ապրանքի ձեռքբերման գինն է ավելացել։ Հանձնաժողովը ուսումնասիրում է շուկան, ասացին դիտարկում են գների համաչափությունը, խախտումների դեպքում վարույթ կհառուցվի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։